Մեկնարկել է Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովը։ Համաժողովի օրակարգում ներառված են գլոբալ ու տարածաշրջանային մի շարք առանցքային թեմաներ, արհեստական բանականությունից եւ ժողովրդավարական կայունությունից մինչեւ էներգետիկ անվտանգություն ու հարավային Կովկասի տնտեսական հեռանկարներ։ Համաժողովի շրջանակում նախատեսված պանելային քննարկումներում անդրադարձ կկատարվի հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանի դերին գլոբալ տնտեսական ու լոգիստիկ գործընթացներում։ Քննարկվելու են նաև Հայաստանի հնարավորությունները հանդես գալու որպես կապող օղակ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև։ Առանձին պանելներում կքննարկվի հարավային Կովկասի տնտեսական ու ներդրումային ներուժը, այդ թվում կարևոր հումքային ռեսուրսների, կիսահաղորդիչների եւ տեխնոլոգիական ոլորտներում Հայաստանի հնարավորությունները։ Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև պանելային քննարկում նվիրված ժողովրդավարական կայունությանը, հիբրիդային սպառնալիքներին ու արհեստական բանականության ազդեցությանը ընտրական գործընթացների վրա։ Քննարկվելու է թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ազդում տեղեկատվական միջավայրի, հանրային վստահության ու ընտրողների վարքագծի վրա։ Օրակարգում ներառված են նաև ասիական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարական ինքնավարության վերաբերող հարցեր, ինչպես նաև բազմաբևեռ աշխարհագրական երկրների ռազմավարական ընտրությունների քննարկումներ։ Քննարկվելու են նաև արհեստական բանականության կարգավորման ու տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ու կանաչ էներգետիկայի անցման ֆինանսավորման թեմաները։ Համաժողովի օրակարգում ընդգրկված են նաև տարածաշրջանային անվտանգության նոր մոտեցումներն ու միջազգային համակարգի վերափոխման պայմաններում տարածաշրջանային համագործակցության դերը։ Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նշել է՝ այսօր գտնվում ենք նախկինում եղած գոյաբանական սպառնալիքը բացառիկ առավելության վերածելու ճանապարհին։ Եվ այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այս ամեն ինչի բերումով Հայաստանի Հանրապետությունը գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով, որովհետև այն ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, մենք այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը, նկատի ունեմ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ է ներդրումների համար, այսօր իմիջիայլոց Եվրոպական միությունը ընդունեց հայտարարություն, որով միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն եւ միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն այդ ներդրումները իրականացնելու եւ այդ ներդրումները արդեն իսկ ընթացքի մեջ են։ Եվ հետեւաբար մեր օրինակը կարծում եմ շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիրը առանց նոր հանքեր բացահայտելու կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի, ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ աշխարհագրական դիրքով, որը ըստ էության առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղության, զարգացման եւ անվտանգության համար, որովհետեւ այստեղ կարևոր է շատ նաեւ անվտանգության գործոնը, այն նախագիծը, որը մենք ներկայացնում ենք եւ որի մասին ես խոսում եմ, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, հուսալի ճանապարհ դառնալը, այդ թվում անվտանգության հուսալի գործոն է, որովհետեւ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ իր խոսքում նշել է, որ եղել են փոթորկի կենտրոնում, երբ թվում էր ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն, մենք հարց էինք տալիս մեզ ինչպես ենք նավարկում այս անորոշ միջավայրում, այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է, բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ, ասել է նախարարը։ Այսօր մենք դիմակայում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական եւ համակարգային։ Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները եւ անհատներին։ Այսօրվա այս փոթորիկներին նայելով ուրվագծվում է հետեւյալ ավելի լայն պատկերը։
Աշխարհաքաղաքական փոթորիկ։ Միջազգային իրավունքն ու գլոբալ աշխարհակարգը պարզապես ճշմարտակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են։ Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, երբ ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին։ Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտներն բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհ, որն այլևս չի սպասում նրանց վճռին։ Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր սառը պատերազմի ամենամութ սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի բոլորին։ Տեխնոլոգիական պատերազմ։ Տեխնոլոգիաները զարգացել են շատ ավելի արագ, քան դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները կառավարելու մեր կարողությունը։ Արհեստական բանականությունն այլևս ֆուտուրիստական երազք չէ, այլ ներկայի ուժ։ Մենք բնականաբար կանխատեսում էինք, որ այն կվերափոխի արդյունաբերություններ, կվերացնի որոշ մասնագիտություններ եւ կփոխի աշխատանքի էությունը, բայց դրանից զատ արհեստական բանականությունը նաեւ դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք, արդյունաբերական ծավալներով գեներացնելով ապատեղեկատվություն, ստեղծելով կեղծ իրականություններ եւ իրավուժական ճշգրտությամբ թիրախավորելով ժողովրդավարական հասարակությունները։ Տնտեսական փոթորիկ։ Համաշխարհային շուկան այլևս կայուն չէ, իսկ վերջին զարգացումները խորապես հասանել են այն համոզմունքը, որ բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին։ Նրա խոսքով խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն է, որը պետք է կատարես ամեն օր։ Ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի համար եկել է պահը ապացուցելու, որ բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտությամբ։ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև լինել խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը։ Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել, ասել է Մակրոնը։ Մակրոնի ցանկությունն է հարևան երկրները դրսևորեն նույն խիզախությունը, ձեզ ուղեկցեն այս խաղաղության ու ժողովրդավարության ճանապարհին, որպիսի բոլոր սահմանները բացվեն եւ բացվեն ամբողջովին։ Ես ցանկանում եմ նաև ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումն ու հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, նշել է Մակրոնը, բայց սա ընդամենը սկիզբն է։ Մենք նաև ողջունեցինք Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով, բայց առաջին ազդակն էր եւ մենք տեսանք, թե ինչքան կարեւոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպիսի այս կովկասյան պահը իրականություն դառնա եւ որպիսի ձեր երկիրը եւ ողջ տարածաշրջանը դառնա միջին արևելքի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկը։ Սա թույլ կտա օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից եւ ստեղծել խաղաղության ճանապարհ եւ ոչ թե տարբեր կայսրությունների մարտահրավերների ճանապարհ, նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը ընդգծել է խաղաղությունը, որը դուք ընտրել եք, իրատեսական է, բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության։ Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո, սակայն 20 թվականի պատերազմը, այն ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպես որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանը եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն, նշել է Մակրոնը, հավելելով, բոլորը կարծես սովորել էին, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանի հովանավորը, որովհետեւ Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ որ մեկի կողմից, իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը որ դուք սկսել եք 18 թվականից։ Մակրոնի խոսքով վերջին 3 տարիների ընթացքում հայ ժողովուրդը ապացուցել է այս փաստը եւ հարկավոր է, որ ամբողջ տարածաշրջանը հետևի Հայաստանին եւ սահմանները բացվեն ու հնարավոր լինի արդեն տարբեր երկրների միջև հաստատել խաղաղ հարաբերություններ, որպիսի լինի այդ միջանցքը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Եվ այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ, կապ ենք հաստատել ազգային ժողով։ Տիկին Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։
Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մինասյան, նախ գնահատենք այս երկու օրերին Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող այս զարգացումները, գործընթացներն ու կարևոր հայտարարությունները, նաեւ կարևոր պայմանագրերի, փաստաթղթերի ստորագրումը հենց րոպեներ առաջ մենք նախագահականում ականատես եղանք նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման, այսպես ասած, հանդիսավոր արարողությանը, ինչ է կատարվում, հատկապես հետաքրքիր է Մակրոնի ելույթները, տարբեր հայտարարությունները կապված նաև Հայաստանի, ընդհանրապես Ռուսաստանից, այսպես ասած, պոկվելու գործընթացի հետ, որը գիտեք բավականին այսպես մեծ աղմուկ է բարձրացրել, ինչպես եք գնահատում եւ գիտենք այս օրերին հիմնականում ովքեր են աղմկում Հայաստանում տեղի ունեցածի շուրջ։ Համեցեք։ Շնորհակալ եմ հարցերի համար, նախ եկեք արձանագրենք, որ Հայաստանը վերջին 3 օրերին դարձել է եվրոպական քաղաքական համայնքի քննարկումների կենտրոն։ Սկսած միջազգային մամուլից, միջազգային հարթակներում բազմաթիվ անդրադարձներից այս քաղաքական համաժողովի վերաբերյալ վերջացրած նրանով, որ երկրի ղեկավարները իրենց գոհունակությունն են նաև հայտնում նման տիպի միջոցառում կազմակերպելու համար։ Ինչու՞ չէ նաև քաղաքացիների կողմից բազմաթիվ են արձագանքները, որ առնվազն 3-վա բացման արարողությունը ուղղակի հպարտության զգացողություն է առաջացրել բոլորի մոտ, որտեղ նշվում էր հիմնականում, որ այն ինքնությունը, որ մեզ այս տարիներ շարունակ փորձել են պարտադրել, ասելով, որ դա է ձեր ինքնությունը, իրականում մեր հայ ազգի ինքնությունն ու արժեքները, մշակույթը, կերպարվեստը, պարը շատ ավելի լայն եւ շատ ավելի խոր արմատներ ունի, քան այդ պրիմիտիվ հակաթուրքականությունը կամ առավելապաշտական, տարածապաշտական մտածելակերպը, որոշ դիմադիրներ շեշտում են, որ դա է մենակ մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։ Ինչ վերաբերում է արդեն քաղաքական համայնքի բովանդակությանը, բնականաբար թեմաները շատ ավելի լայն են եղել քննարկման, տեսակ նաև գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկվող թեմաները, սկսած ժողովրդավարության ինստիտուցիոնալությունից վերջացրած էներգետիկ անվտանգություն, հիբրիդային սպառնալիքներ, ժողովրդարական ինստիտուտների զարգացումներ, Եվրոպայի միավորման եւ միավորված լինելու ուղղված կոչեր, բազմաթիվ են եղել քննարկման ոլորտները, ինչու՞ չէ նաև երկկողմ հանդիպումները, որոնք որ երևի թե գրեթե բոլոր երկրների հետ առանձին երկխոսություն են ունեցել, առանձին օրակարգեր են ստեղծել, սկսած դեսպանատան բացումով մինչև ռազմավարական համագործակցության նոր ստրատեգիկ համագործակցության կնքում։ Բնականաբար ես երեք փորձում էի ճիշտ է միջոցառումների խտությունը եւ օրակարգերը այնքան հագեցած են, մենք ունենք 3 օրվա ընթացքում 3 հսկայական միջոցառում, այդ չասեմ, որ այդ ամեն միջոցառում ուղեկցվում է մեծ համերգային ծրագրերով, դա եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է, ԵՄ Հայաստան առաջին պատմական իրադարձությունն է որպես սամիտ եւ երրորդը արդեն Երևանի երկխոսությունն է, որը արդեն 3-րդ տարին անընդմեջ տեղի ունենում եւ հավաքում է Երևանում աշխարհի բոլոր դիվանագիտական բարձր պաշտոն ունեցող քաղաքական դեմքերի, որտեղ քննարկվում են էլի ոչ միայն Հայաստանին առնչվող հարցեր, այլ ընդհանուր եվրոպական համայնքին, աշխարհի տարբեր կոնֆլիկտների եւ օրակարգերի։ Այս համաժողովների արդյունքում մենք ստացել ենք շատ դրական արձագանքներ թե տարբեր պետությունների ղեկավարներից, թե նաև մեր քաղաքացիներից։ Ես երեք միջոցառումների ընթացքում նաև քայլում էի փողոցում եւ հասկանում եմ, որ մարդիկ իրապես տեսնում են եւ հասկանում են, ինչպիսի գնահատակի արժանի է Հայաստանի Հանրապետությունը այսօր միջազգային հարթակներում, Հայաստանի միջազգայնացումը ինչ դեր է ստանձնել եւ փորձում եմ մտնել Facebook կամ չգիտեմ ինչ-որ լրատվական կայքեր եւ մի վայնասուն։ Դենց երկու տարբեր իրականություններ մենք ապրում։ Մի կողմից մարդիկ իբր ամբողջ դաշտը ողողված էր կամ ցույցերով կամ կեղծ տեղեկատվություններով կամ հիբրիդային տեսանյութերով տարբեր ռուս ռոպագանդիստների կողմից։ Մի կողմից նայում էր իրականությունը ուրախ, քաղաքում հետաքրքիր միջոցառումներ, շատ գեղեցիկ զարդարանքով քաղաքը, որ չես հասկանում էլ այդ մարդիկ ում վրա են աշխատում, որովհետև
ամբողջ այդ սոցիալական ցանցերի աղմուկը իրական կյանքում քաղաքացին տեսնում է, չէ՞ որ իրականությանը չի անպատասխանում։ Տիկին Մինասյան, դուք ասում եք բոլոր երկրների կամ առնվազն շատ երկրների դրական արձագանքը, բայց բնավ այդ երկրների թվում չի մտնում Ռուսաստանի Դաշնությունը, որի արդեն տարբեր պաշտոնյաներ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոստանտին Կոսաչևն է, անդրադարձել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Բրյուսելին մեղադրել խարդախության մեջ, որ այս գագաթնաժողովն էլ միտումնավոր են Հայաստանում կազմակերպում, դարձյալ հիմքում ունենալով ուրեմն փչացնել հայ-ռուսական հարաբերությունները եւ այլն եւ այլն եւ այլն եւ Մակրոնի հայտարարությանն եմ ուզում անդրադառնանք, որ 20 թվականին հայ ժողովրդական ատես եղել, ինչպես է Ռուսաստանը լքել Հայաստանը, այս մասով նույնպես կուզեի անդրադառնանք, որովհետեւ դուք նշում եք հիմնական դրական էին, բայց Ռուսաստանի կողմից դարձյալ սպառնալիքներով լի հայտարարություններ են, մասնավորապես եթե Հայաստանի ներկայիս ռուսաֆոբները ամրապնդեն իրենց դիրքերը, ապա Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կարող են անշրջելի դառնալ, արդեն լրջագույն սպառնալիքներ են հնչեցնում։ Իրականում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները մի քիչ ավելի այլ մակարդակի պաշտոնյաներ են եւ այլ մակարդակի պաշտոնյաների հետ է երկխոսությունը եւ նրանց կողմից սպառնալիքները առնվազն դեռևս դիտարկված չեն իմ կողմից, իսկ ինչ վերաբերում է դրական արձագանքներին, ես նկատների մասնակից պետությունների ղեկավարների եւ մասնակից Եվրոպական միության, Եվրոպորթանի նախագահի պաշտոնյաների կողմից արձագանքների մասին խոսքը։ Ինչ վերաբերվում է ռուսական կողմից ԶԼՄ-ների, պրոպագանդիստների կողմից, ինչու՞ չէ նաեւ որոշ պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նման դիտարկումներին, ես կասեմ միայն մի բան, որ պետք է վերջապես ընկալենք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, Հայաստանի Հանրապետության սուվերեն ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունը եւ հաշտվենք այդ մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ինքնուրույն որոշել եվրոպական քաղաքական գագաթնաժողովը իրականացնել Հայաստանի թե ոչ, հյուրընկալել նման մասշտաբի միջոցառում թե ոչ, եւ ամենակարևորը դադարել, դիտարկել ցանկացած գործողություն Հայաստանի կողմից, որը իրականացվում է սեփական պետական շահի համար, ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Եթե նկատեցիք, մենք օրակարգներ բացարձակապես միտված չէր Ռուսաստանի Դաշնությանը ինչ-որ տենց բախարակելու կամ ինչ-որ, չգիտեմ, Հայաստանի Հանրապետությունը համենայն դեպս Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված քայլերին մասնակցություն չէր ունենում։ Ինչ վերաբերվում է ռուսաֆոբների մասին հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությունում կան միլիոնավոր, հազարավոր ռելոկանտներ ռուս, որոնց նկատմամբ հայ ժողովրդի ընդունելությունը ուղղակի իրենց շոկի է ենթարկվում, որովհետև նրանք սեփական երկրում այդքան էլ հյուրընկալ չեն եղել օրինակ այլազգի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ մենք հայ ժողովուրդ որպես ցանկացած ազգին ընդունում ենք այնպես ինչպես մեր տանը կընդունենք։ Եվ այդ ռելոկանտների արձագանքները բազմաթիվ են, Հայաստանի Հանրապետությունում չկա ռուսաֆոբություն, Հայաստանի Հանրապետությունում կան հարցեր բարձրաձայնված պետական պաշտոնական մակարդակով Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների։ Այդ հարցերը ռուսաֆոբություն չեն։ Այդ մեկ, երկրորդը, ինչ վերաբերում է արդեն Մակրոնի հայտարարությանը, ես կարծում եմ, որ մենք այդ էմոցիոնալ դաշտից տեղափոխվել ենք եւ հասկանում ենք, որ պետությունները ունեն սեփական շահերը, ամեն ժամանակաշրջանում, յուրաքանչյուր ժամանակաշրջանում այդ սեփական շահը կարող է համընկնել մեկ այլ պետության կամ թշնամի պետության շահերի հետ եւ այդ շահերի հետ պետք է ուղղակի հաշվի նստել եւ էմոցիոնալ քննարկումներ չանել դավաճանեց, լքեց, փոխեց, չգիտեմ, ամուսնացած հարաբերություններ չէր կամ եթե էր, այլևս չի։ Մենք պետությունների երկու սուվերեն պետությունների միջև փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցում ենք հարաբերություններ։ Մնացած դիտարկումները կարծում եմ, եթե փորձենք վերլուծել Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից, հնարավոր է հասկանանք, բայց ես կարծում եմ մեր դերը եւ մեր պաշտոնը ինքնին ենթադրում է, որ մենք պետք է խոսենք Հայաստանի Հանրապետության շահի մասին, իսկ Հայաստանի Հանրապետությունը ինչ շահեց այս 3 հսկա ծավալ մեծ միջոցառումներից, ես կարծում եմ հայ ժողովրդի ինքը իրանով կարող է գնահատել։ Ես շեշտեցի մի քանի ոլորտներ, չասեմ, որ յուրաքանչյուր ԵՄ-ի հետ առանձին
տարբեր պետությունների հետ առանձին տարբեր ոլորտների քննարկումներ են տեղի ունեցել, ինչու՞ չէ նաև պետք է գնահատակի արժանացնենք Ուրսուլա ֆոն դեր Լայնի հայտարարությունը, որ ԵՄ համայնքի ներդրումային ընկերություններին նաև խորհուրդ է տալիս, որ կան Հայաստանում ներդրումներ իրականացնեն։ Ես կարծում եմ դրա դրական էֆեկտը մենք զգալու ենք այս տարիների ընթացքում այս միջոցառման Եվ դա իշա Հայաստանի Հանրապետությանը, այլ պետությունները թե երրորդ երկրները ինչ կմտածեն, ինչ ցանկանան, ինչպես մեկնաբանեն կվերլուծեն այս միջոցառումները, դա արդեն կարծում եմ իրենց մեկնաբանության հարցն է ոչ իմ։ Տիկին Մինասյան, եւ եթե ամփոփենք այ քանի որ ընտրությունները սարերի ետևում չեն եւ եվրոպացի պաշտոնյաներն էլ որոշակի անդրադարձ արձագանք ունեցան հատկապես հիբրիդային գրոհների, ուրեմն դրանց դեմ պայքարելու գործիքակազմի եւ այլնի հետ կապված, այս վերջի օրերի տեղի ունեցած իշխանության վարկանիշի վրա ինչպիսի ազդեցություն կունենա, հնարավոր է, որովհետեւ այսպիսի տեսակետ կար, որ իշխանության վարկանիշը ուրեմն բարձրանում է այս միջոցառումներով եւ հենց նպատակ ուներ այդպիսի ուրեմն իր արժեվ այդպիսի նպատակ էր դրել Հայաստանի իշխանությունը ընտրություններից առաջ այսպիսի աջակցություն Եվրամիության ուրեմն բարձրաստիճան պաշտոնյաներից ինչ կասեք այս կապակցությամբ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը կատարում է գործողությունները ու ցանկացած ժամանակ նախընտրական ու ոչ նախընտրական կողմ, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ պետությանը օգուտ է, բնականաբար կարող է այդ օգուտները նաեւ տեսնել ժողովրդի եւ գնահատանքի արժանացնել ընտրությունների օրը։ Այսինքն մենք այս քաղաքական գագաթնաժողովի համաձայնությունը ստացել ենք անցած տարի, հայտարարել ենք դրա մասին անցած տարի, մենք գիտենք, որ հոկտեմբերին շատ ավելի մեծ միջոցառում ենք նախատեսվում կոպի մասին է խոսքը, կոպի 17-ի մասին է խոսքը, կենսաբանական բազմազանության համաշխարհային կոնֆերանսը, որը տեղի ունենալու Հայաստանում, տեղել ընտրություններից հետո է, ասենք ինչ մեկնաբանություն պետք է տային այս քաղաքական ուժերը։ Ուղղակի ես հասկանում եմ Այս օրերին մոտ երևի վերջին 10 օրը անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում մեծ ուրախ ժպիտներով լի երջանկացնող միջոցառումներ են տեղի ունենում։ Քաղաքացին փողոցով դուրս է գալիս ու մարզերում էլ այսօր Գյումրիում է տեղի ունենալու հսկայական մեծ միջոցառում։ Քաղաքացին դուրս է գալիս եւ տեսնում է իրական փոփոխություն այս երկրում։ Տեսնում է, որ իր երկիրը միջազգային համայնքի կողքը հավասարին կանգնած է եւ տեսնում է նաեւ այն արձագանքը Որ մեր ժողովուրդը տալիս է այդ երկրներին Մակրոնի նկատմամբ վերաբերմունքը ինչպիսի դրական է ժողովրդի կողմից։ Այսինքն այն ուժերը, որոնք որ այս օրերին զուտ վայնասուն են բացեցրել եւ ընտրություններից առաջ թեվաթափեղած են, ասում են Եվրոպան աջակցում են եկող պաշտոններին դրա համար մենք անհավասար պայմաններում են գտնվում կամ այն սուտ կեղծիքների շարանը մեկը կար հայտարարում է որ եվրոպական քաղաքական գագաթնաժողովը բացեց դռները 300,000 ադրբեջանցի սա հստակ է ուզում խոսեինք իրեն գալիս են որ հանկարծ այդ ծրագիրը դուք կյանքի չկորչեք հա այդ 300,000 ադրբեջանցիների ինչպես ասում է Սամվել Կարապետյանը խոստացել եք Ես մտածում էի, որ այդ 300,000 ադրբեջանցու թեզը, որ մեր շրջանառում է ուժեղ Հայաստան կուսակցությունը, նրանց իսրայելցի քաղտեխնոլոգներն են խորհրդել հաշվի առնելով, որ հայ հասարակության մոտ կան օբյեկտիվորեն վախեր այդ թեզի հետ կապված, մանավանդ երբ որ Ադրբեջանում ոչ պետական արդեն որոշակի մակարդակներում խոսվում է դրա մասին, բայց պարզվում է որ պրոպագանդիստներ, Աշոտ Գաբրիելյաններ, որոնք բազմաթիվ անգամներ ամեն ընտրություններից առաջ իհայտ են գալիս իրենց սատելիտներով եւ սկսում են terror-ի ենթարկել, հեղաշրջման կոչեր անել հայ ժողովրդին, մեղադրել հայ ժողովրդին իրենց ընտրության համար, այդ մարդիկ նույնպես են կրկնում եւ հասկանալի է արդեն, որ այդ միտադիչկայի մեջ հստակ նշված է, որ 300,000 ադրբեջանցի թեզը ինչքան հնարավոր է ավելի շատ տիրաժավորեք։ Ես կարծում եմ հայ հասարակությունը զուտ պետք է նայի այն լոզունգներին, որ այս 5 տարիների ընթացքում գոռացել է մեր ողջ ընդդիմությունը, Սյունիքը տալու են, Տավուշը տվել են, հողերը տվել են, հեսա ձեզել են տալու, հեսա թուրքը գալու է ձեզ մորթելու, այս նույն թեզն է, ոչինչով չի տարբերվում, 300,000 ադրբեջանցի է տալու։ Զուտ հայ հասարակության վախերի հիման վրա, վախերի վրա խաղալով, նյարդի վրա խաղալով, փորձում են քաղաքական կապիտալ հավաքեն, վախացնելով մեր ժողովրդին։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը դիմադրողականություն արդեն ունի եւ ուղղակի ծիծաղ է առաջացնում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի
կապը տեսնել այդ թեզի հետ, էլի, այդ նշանակում է, որ էլ ոնց ասի այս մարդը, որ ինքը զուտ մեկ երկրի շահեր է պաշտպանում եւ այդ մեկ երկրում է գտնվում ողջ կապիտալը, էլ ոնց հասկացնի ձեր ժողովուրդ ջան, որ բացի Ռուսաստանից ինքը այլ պետություն չի տեսնում։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։